Դե ինձ սիրելիներս, այո, ճիշտ եք գրահել, ես վերադարձել եմ TV եւ այսուհետ պատրաստելու ենք միասին համի գաղտնիքը, այսինքն շատ համով ուտելիքներ ենք պատրաստելու, դուք եւ ձեր ընտանիքները շատ են ուրախանալու, գիտեմ։ Իսկ այսօր պատրաստելու ենք մի հատ համով սնեք, որը ինքը եւ առողջարար է եւ շատ հեշտ է պատրաստվում։ Ուրեմն մեզ անհրաժեշտ է մածուն եւ քամած մածուն, հիմա կփացենք եւ կօգտագործենք։ Ստեղ ունենք արդեն ընգույս պատրաստել ենք, մի քիչ աղ, ցիտաբտղից հետ, սխտոր եւ վերցնելու եմ օրիկանո եւ բլղուր, ունենք այստեղ բլղուր մարանիկից եւ այս ամենը պետք է խառնենք իրար հետ, հետո գրնանք բանջարեղենով ուտել, ես այսօր որոշել եմ վարունգով թնեմ։ Դուք կարող եք եւ ստեբղինով, ստեբղինը մաքուր հայերենով գազարն է, եւ ստեբղինով, եւ կարող եք նույնիսկ բրոկոլիով եւ մի քանի այլ դեսակներով։ Սկսում ենք գործի։ Այստեղ ունենք սխտոր, նույն տեղը կճզմենք։ Մի տետև աղ ենք դնում, որպես ավելի հեշտ ճզմվի։ Իրականում կարող ենք նաև սխտորի փոշի օգտագործել, բայց ես սխտոր շատ եմ սիրում։ Դրա համար ես թարմ սխտոր եմ դնում։ Այսինքն, եթե ուզում եք սխտոր ավելի թեթև լինի, կարող եք փոշի դնել։ Այս էլ ունենք, մի հատ փոքր թքալ վերցնենք ու լցնենք։ Մնաց մեծ ցիտաբտղից հետ ավելացնել։ Եվ խառնում ենք։ Մեր արդեն կարող ենք ասել սոսը պատրաստ է, ուզում եմ վարունգները կտրատել, ես սիրում եմ վարունգները գեղևները վրան լինեն, որովհետև ինքը ավելի սենց appetizing է, ուզում եմ ասել ավելի ախորժելի է լինում իրականում եւ անշուշտ օգտակար է գեղևով ուտելը։ Երբ որ արիտներ եք ունենում, նամանավանդ երեխաների արիտներ է լինում, էսի շատ առողջարար դարբերակ է որ տնեք, երեխաները չեն զգում, որ իրենք ինչ-որ առողջ բան են ուտում, բայց իրականում շատ համով առողջ բան են ուտում։ Մենք արդեն պատրաստ ենք մատուցելու, ուրեմն սկզբում այսպես մեջտեղով թնում ենք։ Մի տետև բացում ենք այսպես։ Հետո վարունգներն ենք շարում։
Ես ուզում եմ վարունգները այսպես շարել, որպես մարդիկ տատախեն ու ուտեն։ Եվ մազուն սիրողների համար, եւ մազուն չի սիրողների համար շատ համով է, որովհետեւ երբ որ այդ բլղուրը եւ ընկույզը ավելանում է, ինքը այնքան դառնում է համով միջուդեստ, որը փոխում է միտքդ։ Մենք այսօր օգտագործում ենք չանախի կատնապընթերքը իմիջայլոց։ Այստեղից վերցնում եմ բղբեղ ու նորեն շարելու եմ։ Ուզում եմ ամեն մեկ բանջարեղենից մի քիչ շարեմ, որպեսզի ցեզի պատկերացում տամ, որ ամեն տեսակ բանջարեղենով կարող եք պատրաստել։ Ինքը մի քիչ նման է նաև հունական ծածիկին, բայց ավելի հայկական ձևով։ Ես էլ կարող ենք դնել այսպես։ Ես դիզայնը անում եմ իմ տենց ոնց եմ ուզում այդ րոպեին, այսինքն դուք էլ կամ դանդիկինը կամ ովքեր որ պատրաստում են այդ րոպեին ոնց ինչ ուզեք, ինչ մթերք ունեք, դրանով կարող եք պատրաստել։ Այս է դրեցինք։ Կարմիր բղբեղից էլ եմ օգտագործելու։ Գծու է արդյոք ոչ թե գծու չի։ Ուզում եմ փորձեմ։ Եթե գծու լինի, կարող ենք եւ կաղամբել դնել, կարող ենք բրոկոլի դնել, կարող ենք ստեբղին դնել, այսինքն գազար։ Մեկը շատ համով է լինելու։ Հիմա ես անհամբեր եմ, որպեսզի վերջացնենք։ Ֆրեշ լինի, դրա համար միշտ քննիկ եմ ունենում ձերքի տակ, ուրիշ համա լինում իրականում։ Ու արդեն մեր բղբեղը պատրաստ է։ Դե ես չեմ կարա առանց հետապտղից եթի, ովքեր որ ինձ շուտվանից հետևում են, գիտեն։ Վերջում տենց ավելացնում ենք եւ արդեն պատրաստ է։ Ահա նայեք մեր անուշիկ եւ համով եւ առողջարար եւ շատ հեշտ պատրաստվող միջուդեստը։ Կարող եք պատրաստել երբ ուզեք
Հիմա արդեն պետքա փորձենք, որպեսզի տեսնեք ինչքան համով է։ Շատ համով է, մի հատ է պիպերով փորձեմ, սաղով փորձել եմ։ Սխտորին համա և բլղուրին համա, ինքը շատ սենց հետաքրքիր համա տվել, ինքը և թարմացնող է և զգում ես, որ հագեցնող է։ Մի հատ էլ լոլիկով։ Էսի գիտեք երբ է լավ, օրինակ երբ որ երեկոյան ուզում եք ընթրիք չանել, բայց ուզում եք մի բան ուտել, որ շատ վատ չզգաք, ես կարող եք պատրաստել և ուտել։ Իրական գսեմ, շատ համով է։ Դե ինձ սիրելիներս, հույսով եմ հավանել եք այսօրվա բաղադրատոմսը, միշտ կփորձեմ համով բաղադրատոմսեր կիսվել ձեր հետ, որպեսզի դուք այս համովությունները պատրաստեք և ձեր ընտանիքին ուրախացնեք։ Միացեք մեզ ամեն օր, միասին կբացահայտենք նոր համի գաղտնիքներ։